Հայաստանի Հանրապետության կողմից սահմաններում ոչ ոք չի պահպանում սահմանները, այդ երկու երիտասարդները ձիփ ընտրելու համար դուրս են եկել իրենց հանդերը պտտվելու եւ իրենց Հայաստանի Հանրապետության սահմանից իրենց բռնել են ու տարել են հայտարարելով, որ սահմանազանցում են կատարել, բայց իրականում իրենք տարվել են Հայաստանի Հանրապետության կողմից, գիշերը պահել են ու բաց են թողել։ Դա մեկ, այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանված չեն, եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը այսօր պաշտպանված չէ։ Ալիևային խոսքը, որ ինքը կապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Նիկոլ Փաշինյանը կյանքի է կոչել եւ այսօր Հայաստանի Հանրապետությունում վերահսկում են ադրբեջանցիները եւ մեր սահմանները ադրբեջանցիների ամբողջական վերահսկողության տակ են հայկական կողմից համարյա պահպանություն եւ պաշտպանություն չկա։ Երկրորդը, Սիսիանում այսօր տերոր է կատարվում, հենց հիմա տերոր է, ուրեմն թվով 65 ոստիկանության մեքենաներ, յուրաքանչյուր խաչմերուկում քաղաքի կենտրոնը շրջապատված է, ոչ ոքի չեն թողնում ու գործի հրապարակ եւ հարակից տեղեր, արդեն 2 օր է ցուցակագրում են նրանք, ովքեր հավատարիմ են Նիկոլական են, հավատարիմ են եւ աշխատողներին, հիմնարկի ղեկավարներին ցուցակ է տրված, թե քանի մարդ պետք է բերեն 300 հոգանոց դահլիճում 200 հոգի են պահանջել, որպեսզի գան, որովհետեւ 100-ը իրենց հետ են գալու, այդ 200 հոգին պետք է լցվեն։ Մարդիկ մասսայաբար հրաժարվում են գնալ, բայց ԿՊԱ-ականները Պարզապես սպառում են աշխատանքից ազատման եւ քաղաքապետարանի, մարզպետարանի ենթակայության տակ բոլոր օբյեկտները, բոլոր հիմնարկ ձեռնարկությունները ցուցակագրում են եւ հիմնարկի ղեկավարները իրենց ուղեկցությամբ պետք է բերեն, ընդ որում բոլորին խստիվ հանձնարարված հարցեր չտան, որովհետեւ հարցերի համար կան մարդիկ, որոնք արդեն գրավոր իրենց տրված են, թե ինչ հարց պետք է տան, դրանք ԿՊ վերնախավի պատգամավորների եւ նրանց հարազատներն են, անմիջական հարազատներն են, որոնք պետք է այդ հարցերը պայմանավորված տան։ Սա է իրավիճակը։ Եվ երեք այդ իրողությունը, որ մենք իրողության ականատես եղանք, Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ալիևին իրենց այդ տոնի կապակցությամբ եւ սրան զուգահեռ երեք նաեւ բանակում հերթական մահը արձանագրվեց, իսկ իրենք երեկոյան գինու փառատոնին էին, ինքը Աննա Հակոբյանը, այսպես զբոսանք, խրախճանք, այս ամենը ինչ է։ Այս ամենը թքել է հայ ժողովրդի ինքնասիրության վրա։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր կնոջ հետ հաջողությամբ թքում է հայ ժողովրդի ինքնասիրության, ազգային արժանապատվության եւ մեր երիտասարդների կյանքերի վրա։ Եվ այդ թքոցը իրենք կարողանում են կեղծ շոուներով փակել։ Իրենք դա են ուզում ցույց տալ։ Իմիջիալոց կա այսպիսի տեսակետ, որ տեսեք, երեխաները անհետացան, անչափահասները, շնորհավորեց Կուբան Բայրամը եւ հետո վերադարձվեցին։ Այստեղ որոշակի կապ տեսնում եք։ Չէ, կապ չեմ տեսնում, դա պարտական գործընթաց է եղել, գիշերը երեխաները գնացել են ձիփ ընտրելու, թուրքերը տեսել են դիտակետով նաշոյի սարքերով տեսել են, որ իրենք մոտենում են, 2 կիլոմետր է մնացել, որ հասնեն թուրքական դիտակետին, իրենք ներս են մտել, քանի որ մեր կողմից ոչ մի պահպանություն եւ պաշտպանություն չկա, վերջը տարել են, հետո հետ են տվել, ոչ մի կապ դրա մեջ չկա, պարզապես կապը այն է, որ երբեք Ադրբեջանի եւ Թուրքիայի ոչ մի ղեկավար հայոց տոներ, եկեղեցական տոներ չեն շնորհավորել։ Նիկոլը պարզապես հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը թուրքի փալաս է, թուրքի ծառա է եւ հատկապես գինու փառատոնը այն պահին, երբ բանակում զոհ կա, երիտասարդ է զոհվել, 2 երիտասարդ են անհետ կորել եւ նրանց ճակատագիրը անհայտ է, սեպերը բացած գինու փառատոնի է մասնակցում, դա նշանակում է, որ ինքը թքել է հայ ժողովրդի ինքնասիրության, արժանապատվության հավատի վրա։ Եվ դա ամեն օր դա անում է։ Ասեմ ձեզ, որ մասսայաբար սիսիանցիները հրաժարվում են մասնակցել այդ միջոցառմանը, մասսայաբար հրաժարվում են եւ շատերը ուղղակի չեն ուզում գնալ եւ կանչում են, ասում են պետք է գնաք, իրենք հրաժարվում են։ Այնպես որ մի կերպ 15000-անոց քաղաքում մի կերպ փորձում են գտնել 200 հոգի։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Հա։